Դե չաղո, ենկոմ։ Լավ, թամի անցի ենկոմ, որ գրավել է Հրանտոյի տեղը։ Հրանտո այսօր կանգնած ես։ Այսօր հա, որոշեցի բոյս ցուցադրեմ։ Ողջույն, սիրելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Այսօր մենք էլի ունենք announcement։ Այսօր Հրանտոն ներկայանում է իր իրական անունով։ Հրանտո ներկայացիր։ Հրանտո։ Եվ ինչու որոշեցիր, որ անունդ պիտի փոխենք Գրանտեից նորից վերադառնանք Հրանտո։ Մի քիչ արի առաջ, որտեղ ինձ թվում է պիտի նստես, որտեղ կարող է հալույսը դեմքի վրա։ Գրանտեն ինքը ոչ հայեցի անուն էր։ Հա։ Հրանտոն ավելի գոնե հրանտը կամ մեջում, ավելի բանա, հետո մարդիկ ինձ որպես հրանտո են ավելի շատ ճանաչում։ Հա, մեծամասնությունը քեզ ճանաչում է Հրանտո։ Հրանտո։ Ճիշտ է, շատ հրանտոներ կան, ոնց որ ես շատ անիներ կային, դրա համար ես որոշեցի, որպեսզի իմ անունը լինի Շպրոտ, բայց հիմա եթե ես խելքը ունենայի, երբեք անունս չէի դնի Շպրոտ։ Понимаешь? Անին հրաշալի անուն է, հայկական անուն է, Անի Թովմասյան, շատերը ինձ ասում են անունդ փոխի։ Մեկը քեզ ասում Շպրոտիլդա։ Հա, ինձ մոտ արդեն երևի թե շատ ուշ է ինչ որ մի բան փոխել, բայց քանի որ դու նոր ես մտել շոու բիզնես, դու ունես դեռ ժամանակ, որպեսզի քո իսկական անունով ներկայանաս, որ հետո չփոշմանես։ Կամաց խոսացեք, ստեղ նկարահանումներ ա գնում, հասկացա։ Սյոմկայ է այդմ քորուտեմ չկամաց բլբլա։ Էս այլի տանը նկարահանումները։ Okay, սիրելի հայրենակիցներ, այսօր մենք ինչ ենք պատրաստելու։ Որոշել ենք պատրաստենք խաչապուրի։ Բայց խմորը մենք չենք պատրաստելու։ Խմորը մենք չենք սարքել, հա, չգիտեմ ինչ խմոր է։ Մաման էլ է օգտագործում այդ խմորից, գիտեմ որ շատ համով է։ Ինձ համար ինքը գիտես ինչ։ Վայ։ Ազիզ ջան։ Մաման ասենք ես բան եմ անում, սենց եմ ուտում խմորը։ Հենց է, սենց հում։ Էփած։ Օ, էփած, շատ լավն է այս խմորը։ Արի ցուցադրենք մեր հայրենակիցներին, Միացյալ Նահանգներում մեծամասնությունը օգտահա, անվճար գովազդ։ Կոչում է Mid East եւ Puff Pastry Frozen ինքը խմոր է, Պեորակի խմոր, չգիտեմ պեորակը ինչ է, բորեկն է, հա, ինչ որ աղբասկի լեզվով է գրած։ Պեորակ ենք այսօր պատրաստելու։ Ունի կամաց խոսեք, խնդրում եմ։ Ես չգիտեմ, չեմ տեսել ոնց է սարքում։ Նայ, սլայոնի խմորը ինքը բանի կրուասանի խմորի նման է։ Եվ մաման միշտ պատրաստում է օրերով մարգարինը կսում է, դնում է սառնարանը, նորից հանում է մի քանի օր, պիտի տենց անես, որ ինքը շերտավորվի, շերտավոր խմոր է։ Եվ այս տարի, անցյալ տարի մաման որոշեց շերտավոր խմոր պատրաստի, ինձ ասեց անի մարգարին կառնես։ Ուրեմն ես գնում եմ մարգարին եւ պարզվում է այստեղ։ Մաման Երևանում գիտեր, որ ֆիրման է, որ ամենալավն է։ Ես այստեղ գնում եմ մարգարին, ինքը ահավոր է, չգիտեմ, իր մեջ ջուր ունի շատ թե ինչ, ոչ մի կերպ մաման չի կարողանում պատրաստի, մենք ողջ խմորը գցում ենք, նետում ենք դեն եւ արդեն նոր տարի է, մնացել է 1 օր, ես գնում եմ սրանցից եւ համել կա ռուլոնով, էլի սլայոնի շերտավոր խմոր եւ փրկում ենք նոր տարին արդեն պատրաստի խմորներով։ Նոր գիտես ինչ է հիշեցի, որ հաց էր թխե։ Վայ, մի հիշի այդ օրը։ Բայց հիմա ինձ մոտ շատ լավ է ստացվում խմորը, այն ժամանակ չգիտեի դրոժը ոնց օգտագործել։ Ասենք այնց հաց էր։ Վիդեոն կա, դասնակի շատ համով է։ Օ, ինչ եմ ուզում ասեմ, մեր նախորդ վիդեոյում, եթե հիշում եք, մենք պատրաստել էինք շպրոտով պաշտետ, որ Հրանտոն վատացել էր։ Ուրեմն հաջորդ օրը, երբ ես նրան սառնարանից հանեցի, նրան ի նկատի ունեմ պաշտետը, ինքը սառչել էր եւ շատ համեղ էր։ Իրոք այդ պաշտետը լրիվ համը փոխել էր։ Ասեմ, ամուսինս չկերավ, ուղակի գույնը տեսավ, ասեց դա ես երբեք չեմ ուտի, եւ ինձ թվաց Հրանտոնը զանգի խաբար տվե ամուսնուս, որ հանկարծ չուտես Հրանտո, ուրեմն ձուն, որ տաք էր, ինքը մեր դուրը չեկավ, այդ ձվի համը շատ էր գալի։ Հիմա եթե դու փորձես, ունենք սառնանում, մի քիչ մի այսքան մնացել է։ Դու կհասկանաս, որ պանիրը սառչել էր։ Հա, ես ամբողջը կերել եմ այսօր, զավտրիկ եմ արել, նախաճաշ եմ արել։ Լավ, սերներս, մեզ շատ քիչ բան է անհրաժեշտ, այս խաչապուրի համար մեզ պետք են այս 8 շերտերը։ Մենք ունենք պիկնիկ պանիրը։ Մի րոպե մի հատ նայեմ։ Դե ինչ է գրած, պանիր։ Հա, պանիր էսա։ Պիկնիկի պանիր։ Ուզում եմ տեսնեմ սա ինչական է, որտեվ առաջ ասում էին, որ թշնամու երկրում են։ Հիմա էլա թուրքական։ I think so։ Մի րոպե նայեմ, եթե թուրքական է։ Դենմարկ։
Հիմա ինչ է առել ենք պետք է ուտենք։ Չէ, եթե ինքը թուրքական է, ես չեմ ուզում։ Իրա վրա է Glendale-ա գրած։ Ստեղ արտը։ Imported by։ Քրաջան importing։ Հա, հայկական։ Ու Ավստրիա, made in Austria, product of Austria։ Okay, սիրելիներս, ավստրիական, եթե այդ տարածաշրջանը, հա, մեզ սահմանակից։ Եթե ինչ որ համով խոհանոց ունի եւ շատերը փորձել են այդ մեր թշնամու երկրի խոհանոցից, ապա նրանք այդ ամեն ինչը վերցրել են մեզանից, հույներից, ասորիներից եւ մնացած այլ երկրներից, որ նրանք մշակույթից, որ նրանք գրավել են։ Դա գիտեմ։ Ահա, այսինքն իրենք վերցրել են, սարքել են իրենցը եւ այսօր ամբողջ աշխարհը գնում է, ասենք, մեր ուտելիքները ուտում է, ասում է սա ու այդ երկրի անունն է տալի, որ ես հիմա չեմ ուզում տամ։ Ու մեծամասամբ մեր ճաշատեսակներն են, անունները իրենք փոխել են շատ անգամ մնացել է հայկական եւ ընդհանրապես իրանց մոտ նույնիսկ ձեռնոցն է թակի, իրանց մոտ նույնիսկ կա Վանի պանիր, իսկ իմ պապիկը վանեցի է, ում սպանել են, տատիկիս էլ հետ տապորով սպանել են։ Քո պապիկին են սպանել։ Այո, պապիկիս, չէ, տատիկիս են սպանել։ Քո տատինին թե տատիի մամային։ Լսի, ուրեմն տատիկիս բռնաբարում է թշնամին, տատիկս գալիս է, պապիկիս ասում է, որ ինձ թշնամին 15 թվականին բռնաբարել է, պապիս հանում խեղճ տատիկիս տնից լարում է, ասում է, ուրեմն առիթ ես տվել, որ քեզ բռնաբարել են, բայց այնինչ պատերազմ է։ Տատիկս հետ է գնում, որ մուրը հանի իր բռնաբարողից, չի հասցնում, տապորով սպանում են տատիկիս մեջքից։ Ում մաման Պապայիս տատին ու պապին։ Պապայի տատին ու պապին, ոչ թե քո տատին ու պապին։ Հա։ Հա, բայց ինչ կապ ունի։ Excuse me։ Բամին մեծ մամուն, տատի պապի։ Այո, պապայիս, մամային եւ տատի վանեցի են։ Պապայիս կողմը վանեցի է։ Էնպես որ եթե հայք եմ ուզում չստամ ստեղ նայ։ Եթե թշնամին, հա, գիտեմ, տեսել եմ։ Եթե թշնամին ներեգություն խնդրի իր արածի համար, զղջա եւ ասի, որ մենք ներեգություն ենք խնդրում, զղջում ենք մեր արածի համար։ Եվ եղել է ցեղասպանություն, ապա միգուցե ես մտածեմ, որ ներելու մասին, որտեվ Աստված ասում է ների, բայց մեր թշնամին երբեք ներեգություն չի խնդրել, այնպես որ փակում ենք այս թեման։ Այս բանին ինչ կան եկավ է։ Չգիտեմ, երևի թե $15։ Կոսկոյում ավելի է ժանա։ Կոսկոյում էս բաներից կա։ Օ, ես չգիտեի։ Կոսկոյում $7, եթե ունես Կոսկոյի սև քարտը։ Ունեմ Կոսկոյի սև չէ, սովորական քարտ ունեմ Կոսկոյի։ Իմը սևն է։ Հա։ Ինչ ես անում այս պանիրը։ Հիմա այս պանիրը պիտի ան։ Գնի ձեռներով անեմ։ Ավելի հեշտ է որակով։ Արա։ Ու մի հատ էլ ձու պիտի գցենք մեջը։ Չէ, ձումի արա համոտ։ Չէ, ես ձվով եմ անում։ Ձուն իրան բանա։ Համասեր հիշում ես այն մեր բառը։ Ուրեմն մեզ ասեցին, որ միատարն է ճիշտ, միատար զանգված։ Ու էլի մի հատ եւ համասեր, ոչ թե միասեր, այլ համասեր։ Մենք այս խեղճ ժողովրդին դու ինձ համոզում էիր, որ միասեր է։ Համասեր զանգված է։ Ես միասին խառնեի, թե առանձին առանձին։ Միասին, մի քիչ լավ պիտի ավելացնենք։ Չէ, պանիրը Չէ, աղի չի։ Համդուլլահ։ Դու մի մոռացի, ես արաբերեն եմ։ Դա կապ չունի։ Արաբերեն նշանակում է Տեր Աստված։ Արաբերենով, ինքը Ալլա դա Աստվածն է։ Ես գիտեմ դա ինչն է, բայց ես չեմ ուզում որ դու ընդհանրապես իրանց Աստծո անունը տաս։ Դա իրանց Աստված չի, իրանց Աստված է, ոչ, մուսուլմանների Աստվածն է դա, մենք Ալլայի հետ գործ չունենք։ Հրանտո ասենք լուրջ ես ասում։ Հա, արաբերեն նշանակում է Աստված։ Հա, հասկացանք, բայց դա իրանց Աստվածն է, մեր Աստվածը չի, Հիսուս Քրիստոսի պապան չի, մի ներվայնացրու։ Հիսուս Քրիստոսի պապան է։ Ոչ։ Այո։ Ոչ։ Էդի մենք գիտենք Աստվածին պապանա։ Ժորժ ջան, որ կոմենտներ։ Բայց ես հիմա այս ձեռնոցներիդ վրա սաղ մնաց այդ ընտիր պանիրը, հələ մի րոպե։ Կմաքրեմ։ Սպասի հələ մի տեսակ։ I'm not done yet։ Wait a minute։ Չեմ բարձ, սենց ես անում։ Սխալ էր ձեռքերով, ես ինչ արիր։ Թե ես ինչի եմ սրան վստահում ընդհանրապես այս մեր խոհարարական նկրտումները։ Առանց ինչ չի նայում։ Անցյալ անգամ էլ ինչ արեց այդ շոկոլադս լրիվ այդ գլազուրես։ Արի դու մենակ բանը հրստե։ Հիմա ինչ անենք հիմա մենք քեզ էս քո էս կերպով ձեռքերով։ Թոմի գտամ գլոբստի։ Երևի նորից ձեռնոց վերցնես։ Չէ, օքեյ, այսա սալֆետկով կսրբեմ կասնի։ Անձերոցի կա դա։ Սարֆետկա։
սարֆետկա։ Լավ, Հրանտո, կարող է քիչ է այս պանիրը։ Կարող մի հատ էլ անեմ։ Քանի չէ, լավ է։ Որ լցնենք 8 հատ է մեր։ Հետո հիշի, որ թափելու է։ Հենց դրեցինք բանը։ Կողքերից։ Մի քիչ եթե կարելի է։ Եթե այն խոսի։ Կողերից թափվում է։ Ժողովուրդ, տենց էլ չգրեցինք, ինչ սարքենք ուտելու, որ համով բան լինի։ Ես ու Անին որոշել ենք սարքել պատրաստել բան ձգան իգրայով խոզի բուդ։ Հրանտոին ասել եմ այսօր շատ կխոսաս, շատ է խոսում։ Հրանտո իմաստալից բան էր խոսի։ Բայց չես տեսել YouTube-ում։ YouTube-ում եմ ասում TikTok-ում։ Ձգան իգրայով ինչ։ Խոզի բուդը։ Ես տեսել եմ հավի դոշով բաստուրմա։ Մի հատ գյումրեցի կին էր, աղջիկ էր պատրաստում։ Իսկ ինձ ասեցին, որ շատ համեղ է ու ես հավատում եմ, որ այդ կնոջ պատրաստվածը շատ համեղ է։ Այդ կնոջ պատրաստվածը չեմ ասում։ Ինքը որպես բան, տենց համով չի։ Այդ կինը կարող շատ համով է սարքում։ Դեսիո, կարևորը որ համով պատրաստես, մնացածը մենակ դեղնուցն են, չէ, բանանում Հրանտո վրան կսում։ Այո։ Հիմա դիտեմ մի լեցու։ Խի։ Այդ եղավ ծված է բանրով։ It's okay։ Դե ափսոս է, չէի թափի Հրանտո ձվի դեղնուցը։ Տոմիկին պատարակաղու խառնի։ Սիրելի հայրենակիցներ, մենք վերցրեցինք պանիրը, ավելացրեցինք 1 ձու եւ մյուս ձվի դեղնուցը առանձնացրեցի, որ պիտի քսենք մեր խաչապուրիների վրա։ Հիմա Հրանտոն խառնում է պանիրը, աղը, ձուն եւ մի քիչ էլ ավելացված սպիտակուցը։ Ունենք 8 խմոր, շերտավոր խմոր ունենք։ Ես սովորաբար այս խմորը մի քիչ բացում եմ։ Մի քիչ իրան մեծացնում եմ, բայց այսօր չեմ ուզում։ Սառած, հա։ Հա, այսօր ես ուզում եմ հենց այսպես դնենք, այս չափսով ու իրան փակենք։ Մի հատ արի տեսնենք, ստացվի թե չէ։ Արի այս մեկը անենք, մի հատ թավան տուր։ Այդ ինքը մի քիչ մեծացնել։ Արի մի հատ այս մեկը անենք, որտեղ մեծացնելու համար մեզ գրտնակ է պետք։ Ահա, չնայած այս խմորը ինքը շատ յուղոտ է ու երբեք չի կպնում Հրանտոն, հենց այդ արկիր խմորը։ Так։ Հիմա արի այս մեկը անենք առանց էտին բացելուն։ Նստում ես օգնության պետք գտալը։ Սպասի, համբերի։ Շատ եմ լցնում։ Նստում կողքից դուրս է գալու։ Sorry։ Լավ, դու խոսի հիմա, պահի բանը խոսակցությունը, որպիսի հետաքրքիր լինի մեր եթերը, որ նենց չլինի, որ մենակ ես եմ խոսում։ Խոսիր։ Պատմիր, ինչ կա քո կյանքում։ Խմորի վրա ավելացնում ենք պանիրը։ Դա ես արդեն ասել եմ։ Իմ բանում կյանքում ոչ տենց էական փոփոխություն։ Երբ ես ամուսնանում, լավ, արի։ Էլի ամեն ինչը եկավ կպավ իմ ամուսնությանը։ Երբ եմ ամուսնանում։ Քեզ պսակում։ Ինչու, Հրանտո, քանի տարեկան ես։ Ճիշտը կասես։ 28։ Ոչ, մի ամեն տարի ասում ես 28։ Ես 28 եմ, ես։ Չէ, պիտի նայի, որպիսի դու լինես սիրված արտիստ, որպիսի մարդիկ բացի քո տեսահոլովակը դիտելուց եւ սիրելուց կամ չսիրելուց, ժողովուրդը պիտի քեզ որպես անձնավորություն ճանաչի սկզբում։ Շատ անգամ իմ դեպքում տենց շատ է լինում։ Նույնիսկ իմ երգերը մարդիկ չեն սիրում, բայց ասում են Անի ջան, քեզ սիրում ենք, որովհետեւ անկեղծ ես, որովհետեւ ես շատ գիտեմ, բարի ես, հասկացար, մարդիկ սիմպաթիա են քո հանդեպ ունենում եւ դրա պատճառով էլ հետեւում են քո արվեստին եւ քո գործունեությանը։ Հիմա որպեսի մարդիկ քեզ ճանաչեն, Հրանտո արտիստին ճանաչեն որպես մարդ, դու պիտի ներկայացնես ասենք քո տարիքը եւ ոչ թե ամեն տարի ասես ես 28 տարեկան եմ, արդեն 5 տարի անցել է, երբ որ դու 28 էիր։ Դու պիտի անկեղծ մարդկանց ասես դու ով ես, ինչով ես ապրում, քո արժեքները, ինչի ես ստեղծագործում, ինչի որոշեցիր երգել, ինչն է քեզ ոգեշնչում, հասկացար, ինչն է քեզ նեղացնում։ Ինչը քո դուրը չի գալիս, որպեսզի մարդիկ քեզ պիտի ճանաչեն, մեր հայ ժողովուրդը ինքը սիրում է ինչ որտեղ
արտիստին, ես հասկանում եմ, որ քո մոտ կա պրինցիպ, որ պիտի անհասանելի լինեմ, հասկացար, որ մարդկանց համար մնամ գաղտնիք։ Էդ էլ կարաս անես, բայց քանի որ մենք արդեն խուրդվել ենք այս հաղորդման մեջ, այս բառը կկտրեմ, քանի որ մենք արդեն շատ իրար հետ միասին ստորիներ ենք արել, մարդիկ մեզ ճանաչում են, քեզ գիտեն, մանավանդ իմ հետևորդները արդեն քեզ շատ լավ ճանաչում են, ու իդեպ ասեմ, քեզ շատ սիրում են իմ հետևորդները, իրոք ասում են ինչքան լավ, ինչքան բարի, ինչ հետաքրքիր ձայն ունի, այնպես որ ահա որ բարի չեմ, ահա որ չար անձնավորություն է։ Չէ, սուտ ասում, ինքը շատ լավ ընկեր է, Հրանտոն, եթե դու վատը լինեիր, ես քեզ հետ ընկերություն չէի անի, Հրանտո ջան։ Դու Կավակուտ էի տալի։ Չէ, դու պուպոշ ես, ահա։ Պետք չի, նո, ես չեմ ուզում բացենք, արի արանենց ոնց որ ես արեցի, հա, լավ։ Այո։ Լավ, Ես կնես այն ձեռիս մեջ անը։ Իհարկե կլինի, Հրանտո ջան, մենակ անդազահան չանես խմորս, խնդրում եմ։ Ու նենց արա հերիքի։ Կարաս տենց անես, որ հերիքի։ Այսքան լավ է։ Հա, շատ է։ Չէ, շատ է։ Չի հերիքի 8 հատ։ Ոնց չի հերիք, եսի քիչ է։ Քիչ չի, իրան պիտի բացես։ Պատառնային ինչ եմ անում, տես, ես իրան մի կես իրա կեսի վրա, այս խմորի կեսով խմորը փակեցիր արդեն։ Սա շատ սխալ արեցիր, հիմա քո։ Բացեմ։ Հրանտո ջան, հիմա դու պատկերացրու ուտում ես խաչապուրի, այս եզրերում չկա պանիր։ Ավելի լավ, ես եմ։ Ոչ, դու կասես, այս ինչ խաչապուրի է, քծիբություն են արել եւ քիչ են պանիրը դրել։ Դրա համար կեսի վրա այս մի կողմը մի դիր։ Նայ, դու իրան այստեղ ամբողջությամբ իրան սենց լավ բեր, որ կծելուց գոնե մի քիչ պանիր կծես։ Ապրես, հա։ Հետո իրան արդեն սենց սիրուն պոպուշ փակի։ Ջոգացա։ Դե մի քիչ։ Չէ, ես դու արեցի, ես հիմա կփակի։ Հիմա իրան փակի արդեն, հա։ Ահա, տես նույնը ես եմ անում, բայց նայ կեսի վրա եմ անում, Հրանտո։ Հա, հասկացա։ Անտիրություն։ Так, ինչից էինք խոսում։ Անկեղծությունից։ Okay, դու քանի տարեկան ես։ 32։ 32, ապրես։ Անկեղծ ասեցիր, որ դու 32 տարեկան ես։ Նախորդ անգամ մենք իմացանք, որ դու ավարտել ես բավականին լուրջ մասնագիտություն ունես, ավիացիայի, այս ինչքան սխալ բան արեցի Հրանտո։ Այստեղից դուրս եկավ, հա, ու ինքը հաստատ եփելուց արդեն դուրս է գալու։ Так։ Երբ ես վերջի անգամ եղել հայրենիքում։ 2 ամիս առաջ։ Նոր ես եղել, մտում չգիտեի, էլի, նոր ես եղել Հրանտո հայրենիքում։ Իսկ սիրում ես գնալ Հայաստան։ Շատ։ Իսկ չի լինում, որ գնում ես ու էլ չես ուզում հետ գաս։ Շատ է։ Միշտ, ասա միշտ, ամեն գնալուց։ Ամեն անգամը տենց, հա։ Ամեն անգամ ասում եմ վերջ ես գալ։ Ամեն անգամ սենց ենք անում։ Գնում եմ Ամերիկա հետ, վեշերս հավաքեմ ու վсё, ու մշտական վերադառնամ Հայաստան։ Ու գալիս ենք նորից էլի մտնում ենք ստեղի ճահիճի մեջ։ Պրոստը Հայաստանում փող չկա։ Չնայած ինձ ասում են փողը այնտեղ է ֆռռում։ Հրանտո ջան, մի քիչ կոպիտ ես իհարկե խոսում, հասկանում եմ ինչի նկատի ունես, բայց ինչ։ Ես կարծում եմ, որ աշխատող մարդը ինքը Բուրկինա Ֆասոյում էլ կարա փող աշխատի։ Հետդ համաձայն չեմ, որովհետև ինձ տեղ աշխատում են շատ մարդիկ, Հայաստանում չեն աշխատի։ Ես էլ քեզ նորից եմ ասում, աշխատող մարդը կաշխատի, ինքը կարա ստեղծի, էլի ստեղծի, ամեն տեղ կարա բանում չեն աշխատի։ Սիրելի հայրենակիցներ։ Չէ, դե հիմա գործեր կա, ասենք շատերը ստեղը ինչ են անում, ուտելիքի delivery, հա, օրինակ, բայց Հայաստանում չեն անի։ Հա, այդ նույն աշխատանքը, այդ նույն ազնվորությունը չի անի, ճիշտ ես ասում։ Էդ եմ, ընտիր փակել եմ։ Չէ, ընտիր չես փակել։ Բեր։ Չէ, Հրանտո, մի տեսակ լավ չէ, թող ես անեմ, լավ դուրս չի գալի ինչ ես անում, թող։ Դու decoration ես անում, ես չեմ կարող անել։ Դու խոսի, դու մենակ խոսա, Հրանտո, այնպես նիետ էլի։ Չեմ անում, всё, ես չեմ անում։ Հա, դու մենակ խոսա, սիրելի Հրանտո։ Թող էսի ես մի հատ ասեմ։ Կարես պատարակաղով սիրում նախշեր տաս կողը։ Հա, համբերի։ Հա, դենամ ոնց է ճիշտ շարելը։ Այդ սիրուն է։
Սառածախ։ Փաստորեն կարծում ես, որ եթե գնանք Հայաստան, ես ու դու մշտական ապրելու, որ դա իմ երազանքներից մեկն է, նախ ես չեմ ուզում ապրեմ քաղաքում, ես ուզում եմ ապրեմ գյուղում։ Հա։ Հա, Հրանտո, ես ուզում եմ ապրեմ շնորհակալություն վերի մեջ, ես գյուղում չեմ կարող ապրեմ։ Իսկ ես ունեմ մեծ հաճույքով։ Ես կենտրոնից բացի ուրիշ չեմ կարող։ Գիտես ոնց, ես ողջ կյանք ապրել եմ քաղաքում, ես շատ սիրում եմ քաղաքը եւ ես հասկանում եմ դու ինչի ես սիրում, հա, քաղաքին հետաքրքիր աժոտաժ կա։ Ոնց կարաս հոտին ապրել։ Վա, ես որ գնում եմ Հայաստան, ինձ որ մարդիկ ասում են Անի ջան, քեզ ուր տանենք։ Հա։ Որ տեսնես Հայաստան, ինչն ես կարոտը, ես ասում եմ, որովհետև դու գոմի մեջ որ գնացիր կլիպդ նկարիր, ոչ մի։ Ես ասում եմ, ինձ տարեք գյուղ, որտեղ ամբողջ գյուղից գոմի հոտ կգա։ Ու բնականաբար տենց չի լինում, ինձ տանում են առանձին գոմ։ Ես ծանոթանում եմ կովիկների հետ։ Եվ հա, տեսահոլովակել ունեմ հենց գոմում խալի եմ փռել, սիրուն ցվետա մուզիկան դրել էի, DJ-ին բերել էի ու համ գոմում նկարեցի այդ տեսահոլովակը, երևի շատերը չեք իմացել, որ ես գոմում եմ նկարել, իդեպ գոմի կողքն էլ հենց թխելու վայրն էր, հաց թխելու լավաշի ու ինքը շատ հին էր այդ տունը։ Պատերը այնքան էին լավաշը թխես սև էր։ Ես ընդեղ էի միջանցք։ Դու ընդեղ էիր, հա, ես այդտեղ դիսկոտեկա էի սարքել, տեսար, ինչ էին կարեն առայի հետ մեր գժուկի։ Ամենահամովը բանն էր։ Ինչ է։ Որ թխում էին։ Որ լավաշ էին թխում։ Լավաշ էին թխում։ Հա։ Հետո ընդեղից է բան առանք եկանք։ Մեղր։ Ինչ համով մեղր է։ Ծաղկաձորի Մեղրաձոր գյուղ էր, չէ՞։ Շատ համով մեղր էր։ Կյանքից Ուրեմն այդ մարդը այդ մեղրը պատրաստում էր մենակ իր ընտանիքի համար, չէ՞։ Մի քիչ արի ես կոմ Հրանտո։ Դու հասկանում ես կադրից դուրս ես եկե։ Դու լուրջ չես նայում մերես նկարահանում են Հրանտո, լուրջ։ Երևում է մենա։ Նայ դու կեսվել ես, արի ես կոմ։ Չի կարելի շատ ռիլաքս լինել նկարահանման ժամանակ։ Կապ չունի որ դու հիմա մեր տանն ես, դու պիտի մի քիչ ձիգ լինես։ Ձիգ եմ։ Քուր։ Լրն պարկել ես մեն մեղր առանք, հելանք, աղավնաձորով իջանք։ Են կարպ խաչմանկյանի բանը տեսել ես, ասում է, չգիտեմ ինչու այս տանը ես ինձ զգում եմ ինչպես մեր տանը, մատուես։ Միանշանակ սա քո տունն է, իմ տունը քո տունն է, հաղորդաշարն է այսօր։ Այդ էլ պապիս աղբերն էր վարում։ Հա։ Բարդաշեր Քալանթարյան։ Բա քանի հատ մնաց Հրանտո ջան մեր լիստերը 3, չէ, դու խոսամ։ Ես կարծում եմ չի հերիքելու։ Հերիքելու է։ Այո։ Էդի լսնում ես, ասել 2.5 ես անում, չոքի հերիք է։ Okay, բայց էսի քիչ չի։ Չէ։ Հա, ինչ էինք խոսում, փաստորեն քո պապիկի եղբայրն էր վարում, իմ տունը քո տունն է հաղորդաշարը։ Փաստորեն մենակ մաման չի եղել տելևիզիոնայից, ամբողջ ցեղը տելևիզիոնայում աշխատել։ Ոնց հասկացա։ Չէ՞ մամայի կողմ։ Ինքը հիմնադիրներից էր, չէ՞։ Ով։ Պապիկիս աղբերը։ Օ, ես չգիտեի, ինչ իմանամ։ Հա, հմեկի։ Ազգային բանի, բայց առաջի հաղորդումը ինքն է արի իմ տունը կոտոններ ներկայացումները բաները, այլ լիքը մարդիկ են խաղացել իր բաների մեջ։ Հրանտո, ասեմ քեզ, դու շատ լավ գենետիկ, ինչ են դրան ասում։ Գենոֆոնդ։ Գենոֆոնդ ունես հետաքրքիր, չգիտեմ գենոֆոնդը ճիշտ է թե չէ, հենց կոնկրետ փաստորեն Երևանցու, օրինակ նայ ինձ մոտ պապայիս պապան Վանեցի է, մաման ապարանցի է։ Պապաս հենց եթե ապարանցիների ընտանիքում էր, ասում էր ես ապարանցի եմ։ Հենց Վանեցիների շրջապատում էր, ասում էր ես Վանեցի եմ։ Մամայիս ծնողները Քյավառցի եւ Գառնեցի, հասկացար։ Ու այսինքն մեծամասամբ մերոնք գյուղից եւ շրջաններից են։ Հա, տատիկս մեկը աբարանցի է, մեկը Գառնեցի է, պապիկներս մեկը Վանեցի է, այն մեկն էլ հա, դե բայց Վանեցի պապիկս Վանում բնականաբար չի մեծացել, ինքը չգիտեմ որտեղ է պապիս մեծացել։ Բայց տատիկից գնացել է աբարանից ձեռքը խնդրել է։ Ոնց է տեսել։ Չգիտեմ, այն ժամանակ ուրեմն եղել են 6 քուր, կարծեմ, տատիկ ենքս եւ եղել է սով։ Սո ծնողները իրանք առաջին իսկ ուզողին տվել են։ Հիմա եթե բախտդ բերեց,
ուզոտ լավը կլինի, որտեվ առաջինը ով եկավ տվել են, որտեվ չեն կարացել երեխեքին պահեն, ունեցել են 6 երեխա, բայց իրենք չեն կարացել պահեն։ Եվ պապիկս շատ մեծ ա եղել տատիկիցս, պապայի էլի։ Քանի տարի կան։ Ճիշտն ասած չգիտեմ ինչքան են եղել, բայց կարծեմ 10 տարուց ավել պապիկս մեծ ա եղել տատիկիցս, եւ առաջին են որ եկել են ու տվել են Ազատ պապիկի, շատ բարի լավ պապիկ եմ ունեցել։ Մամայից պապան։ Չէ, պապայից պապան։ Մամայից պապան ինքը Քյավառցի է, երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած, մինչև Բերլին հասած։ Պապիկն է։ Ահա, պապիկս որ տանից դուրս էր գալի իր այդ շքանշաններով, հայ կոստյումը սենց ուսերին գցած, եւ ես այդ պապիկից շատ էի սիրում։ Ընդհանրապես ես մամայիս կողմին եմ ավելի շատ։ Դու ում կողմին ես սիրում, մամայի, ես էլ։ Հետաքրքիր է, որ ես ավելի շատ սիրում եմ եւ շփվում եմ, ընկերություն եմ անում մամայի կողմի հետ։ Հետո ասեմ ինչու։ Չէ, դի չեմ ասում։ Մի տեսակ ավելի ջիգյարով են մամայի կողմի ժողովուրդը ինչ կասեք։ Էլի հայրենիք, ձեր մոտ էլա տենց։ Օրինակ իմ մամայիս պապիկը կենտկոմի քարտուղար ա եղել, ինչ որ տենց, այսինքն պատկերացրու KGB-ի դեմքերից ա եղել մամայիս պապիկը։ Շատ կիրթ մարդ ա եղել, շատ կարդացած, այն որ ինքը իր բանը գրադարան ուներ, միշտ գրադարանում էր նստում, այտենց վիճակ ա եղել։ Իսկ իր կինը, տատիկս եղելա Չարչի Բադալի աղջիկը, առևտրական։ Գառնիի առևտրական Չարչի Բադալի աղջիկն ա եղել, չավարտած, տատիկս տենց նորմալ ուսում չի ստացել, մամայիս տատիկը, բայց պապիս սիրուն, չաղկալ, կիրթ, կարդացած, այն որ ու առնում ա Չարչի Բադալի աղջկան։ Ու տատիս էլ գեշ։ Ինչքան ուժ ունի տատիս գեշ, կոպիտ, բայց ընտանիքին շատ նվիրված իհարկե հայկին։ Ուրեմն բոյով հրանտո է տատիկս, մեծ քթով, շատ նվիրված։ Քթին լիքը կորտնում։ Ինչ։ Ինչ ես ասում։ Քթին լիքը կորտնում։ No, չէ, ինքը բոյով կին էր, կոպիտ։ Բայց ասենք գիտես ոնց է իր երեխեքին պայել, ես ծիծաղում։ Չի կարելի, հրանտ ես լցրել ես ոնց եմ փակել։ Ասելու վրա եմ այն բանը է շատ, կարգին մուլտիկը։ Ասում եմ մեծ բրենդի գոտնում։ Մի տատիս, ես կարամ բան ասեմ, դու չես կարա տատիկից բան ասես։ Գիտես ինչ երեխեքա մեծացրել, նվիրված, ում ա պետք սիրուն տեղը տեղին լինի, բայց իր երեխեքին չկանարը տենց ուսումի տարում մեծացներու, նվիրված բանի տարիներին ուրեմն Հիմա պապիտ ու տատիտ փոխում են Մի րոպե, ոչ, պրոստա ասում եմ, որ պապիկս եղելա շատ խելացի զարգացած մարդ, կնիկն էլ եղելա Չարչի Բադալի աղջիկը փողոտ Բայց սիրուն մարդը գեշ մարդը թե Որտեվ ինքը հասկացել է, որ եթե ինքը գնա սիրուն աղջկա առնի, այդ սիրուն աղջիկը կարող է իր երեխեքին չմեծացնի, պատերազմ ա եղել, ու տատիկս ձմռանը սապոկ չի ունեցել։ Ինքը կոշիկներով ա իր երեխեքին գնացել աշխատանքի, եկել, ձյան միջով քայլել, հասկանում ես, այն ժամանակ բոլորի մոտ էր այդ ծանր պայմանները ինքը արդեն ամուսնանալուց հետո էլ Չարչի մադալ էլ չի եղել արդեն սով ա եղել մինչև ամուսնանալը հա նորմալ լավ պահած իմ տատիկը այնքան լավ պահած ա եղել որ կալգոտկա ա ունեցել պապիկս դրսից չգիտեմ որտեղից Եվրոպայից թե որտեղից կալգոտկա ա բերել ու այդ տատիս որ կյանքի մեջ մենակ կարում էր ստորագրեր գիր չգիտեր ինքը կալգոտկայով էր մանգալի հասկացար դրա համար ինքը իր երեխեքին շատ լավ ա պահել մեծացրել, հասկանում ես, ինքը տանկին ա եղել։ Ինքեն բանը զիզյու արիստոկրատը ճոճաներից չի եղել, որ առավոտ հելել են պամադա են քսել, մանիկյուր են արել, բան այնտեղ երեխեքը ոնց կմեծանան կմեծ, տենց չի եղել։ Մի խոսքով ավարտեցին Խաչապուրու փաթտումը, հիմա գցում են Ինչը։ Փաթտումը։ Էդի հայերեն ա փաթտումը։ Հա։ Ոչ։ Փաթաթումը։ Ոչ, փաթաթում էլ չի, դա հայերեն չի։ Ավարտեցին Խաչապուրիների առաջին մասը։ Չէ։ Եթե բառը չգիտես, հրանտո հաղորդման ժամանակ օրինակ չի հերիքում։
գիտելիքներդ հայոց լեզվի, չգիտես այդ իրավիճակին ոնց ասես, ասում ես ավարտեցինք առաջին մասը խաչապուրիների, հիմա անցնում ենք երկրորդ մասին։ Բայց առաջին մասի մեջ ինչ է մտնում։ Առաջին մաս, էս ինչ era։ Հատումը։ Առաջին մասի մեջ մտնում էր պաների լցոնումը խմորի մեջ, տեսար, հասկացար ինչ հետաքրքիր է։ Իսկ հիմա երկրորդ մասում մենք գեղեցիկ ձևով դեղնուցը պատում ենք, դեղնուցապատում ենք մեր խճոները։ Խճոն դա հայեցի, հա։ Պապիկիս անունը է այդ, որ մասնակցել է Խաչատուր, այո։ Կա Խաչատուր Հաբովյանն է եղել։ Ոչ, Խաչատուր Եղիկյանն է եղել, իդեպ ծնողներին այդ մամայի պապան է։ Մամայիս պապան, հա, մանկատնում են մեծացել։ Այդ մամայի պապան է, թե բանը։ Մամայիս պապան։ Մամայիս պապիկը, Քյավառցի պապիկը մանկատնում է մեծացել, եղել են երկու աղբեր մի քուր, ամեն մեկը տենց ցվրված մի մանկատնում, կորցրել են իրար։ Գտել են հետո կարծեմ, հա, աղբոր հետ կարծեմ հետո միավորվեցին։ Բաքուրը։ Կարծեմ քրոջը կորցրել են այդ ընթացքում, չեմ հիշում։ Լսի, այն ժամանակ այնքան խառն ա եղել, լավ է, այսքան բանել մերոնք կարողանում էին մեզ պատմեին, հասցնեին։ Հիմա ջոկ մեզ քրոջ բանը, ասենք ստերնի, հեսա ձուն չի հերիքելու։ Ձուն ոչ թե հեսա չի հերիքելու, այլ կոնկրետ չի, մի հատ էլ կբերես սառնարանից ձուն։ Շատ է սկսում։ Ոչինչ, բեր։ Դու խաչապուրի չես սարքում, դու ձվածեղ ես խմորով։ Գրենկի է սարքում։ Գրենկի։ Մեջը լիքը ձու, վրան լիքը ձու։ It's okay։ Ձվից Ուր է ձու։ համուր ձախ թևի վրա։ Դուր կոտրեմ, բայց սպիտակուց ինչ են կանելու։ Սրա մեջ թող գնա, կթափեմ։ Ապրես։ Հրանտո ջան, մի հատ ձուն 8 ժամ, գցիս տե։ Տեսար։ Ապրես, մալադեց։ Սազիբիլա, Աղբ, Սազիբիլա։ աղբ։ Եթերային խոսիր, մեռա ասելով, եթերային, մտում ես էլ մի այնքան եթերային եմ խոսում։ Շատ լինի, քիչ չլինի, սիրելի հայրենակիցներ։ Всё, ամեն ինչը։ Ես հետը չի հերիքելու, քիչ կսի։ Սոբաբա լնելու Կալիֆոռնիայում։ Հա, տենց են ասում։ Ինքն ամեն ինչին հավատում, հա։ Ես գիտես խի եմ հավատում, որտեվ հիմա նենց թանկացումներ է, նամանավանդ Կալիֆոռնիայում։ Բան չսարվում $200 գնում է։ Հասկանում ես։ Ոչ մի բան։ Շատ ուժեղ թանկացումներ է հիմա այստեղ, նման բան չի եղել պատմության մեջ, այս աստիճանի։ Դրա համար ես հիմա ամեն ինչի հավատում եմ։ Իսկ թվում է պիտի գնանք ուրիշ նահանք, Հրանտո, ինչ ասեցիր։ Ինչ նահանք։ Ուրիշ նահանք, որտեղ գոնե կարողանանք նորմալ ապրենք մի քիչ էս։ Ստեղ ամբողջ աշխատածը տալիս ենք տան վարձ ու տակը չի մնում ոչ մի բան։ Տենց չի ձեր մոտ, մենակ մեր մոտ է տենց։ Տենց է, չէ։ Բոլորի մոտ։ Այնքան թանկ է տները Լոս Անջելեսում։ Սիրելի հայրենակիցներ, չիմանաք տենց լացում ենք էլի հիմա, բայց իրականությունն ենք ասում։ Գիտեմ, որ Հայաստանում իրավիճակը ավելի բարդ է եւ դժվար, նամանավանդ թոշակառուների համար նամանավանդ ձմռանը, ես շատ լավ հասկանում եմ, եթե հետևում եք ինձ իմ Facebook-յան էջով, գիտեք ինչպես եմ մտածում ընդհանրապես այսօր մեր երկրի մասին, բայց հավատացեք, այստեղ էլ հեշտ չի։ Եվ ամեն ինչ ոնց որ sense համը դուրս է եկել, եթե կարելի այդպես ասել։ Okay, սիրելիներս, ահա մեր խաչապուրիների վրա արդեն մենք քսեցինք մեր դեղնուցը, Հրանտոյի ասած շատ քսեցինք։ Ինչ։ Քունջուտ։ Ունեմ, բայց մերոնք քունջուտ չեն սիրում, ամուսինս քունջուտ չի սիրում։ Հիմա մենք կդնենք սա գազօջախ, կարծում եմ 350 աստիճանը օքեյ է, չէ՞։ Սիրելի հարգելիներ, ահա մեր
Խաչապուրին։ Խաչապուրիները մի տեսակ ձուն ինքը այնքան շատ է ուռել, որ վրայի շերտի ձուն առանձնացել է։ Հիմա կփորձենք Հրանտոյի հետ։ Բայց տաք է։ Հա, ես տաք եմ սիրում։ Դու։ Ես էլ միջին, գորգեցի։ Նշինի լեզուներ, բայց մա տապսը բերեմ Հա, բեր, ստորում։ այո։ Բայց որտե՞ղ է ապսեները։ Այն դարակը։ Թամի դու էլ ես սպասում Խաչապուրին։ Վախենում եմ կոտրվի նենց է ուռել։ Պայթելու է։ Կարող է տակը կպել է հրա։ Ճոգում ես կծենք ու պայթի։ Նո։ Ատոմային ռում բլնի։ Բամես չայ չլներ։ Իա, հեսա կդնեմ։ Հեսա կդնեմ, մի րոպե։ Չէ, հիմա ինչ չա, այդ չեմ ուզում։ Սրա հետ։ Ոյ։ Հրանտոն հիմա դեգուստացիա կանի եւ կասի ինչ համի են մեր խաչապուրիները։ Ինչ է սո խաչապուրին հումա։ Նո, հում չի հաստատ։ Ընդհակառակը լավ բարձրացել է Հրանտո։ Հիմա։ Աստվածաշ շնորհակալություն, որ ամեն օր մեզ կերակրում ես։ Ասա խմորը վերջնա։ Հա։ Իսկ նաչինկան։ Չես ասել նաչիկային։ Նոր եկավ։ Նոր եկա, ոնց է աղը։ Համով է։ Հա, լավ է աղը։ Շատ համով է։ Եй, տեսա որ ձվածեղ չեղավ։ Որը խես կան յուղոտ։ Խմորը։ Այս խմորները շատ յուղոտ են։ Նայ դաժե տակը։ Հա։ Բոմբա։ Լավ է, սիրելի հայրենակիցներ, իհարկե տաք է, բայց ես տակ եմ սիրում եւ շատ համեղ է։ Պաշտետից որ համով է։ Պաշտետից հաստատ համեղ է եւ ես կարծում եմ, որ մացարելա սուլուգունի էլ դնեինք մեր այդ ֆետա պանիրի հետ, կծորար պանիրը, բայց մենք ունեինք այն ինչ ունեինք։ Այնպես որ բարի ախորժակ։ Որտեղ Հայաստանում էին դնում խաչապուրի էին գոտում։ Հայաստանում կլորեր։ հա սենց էին փաթաթում։ Այս էլ կարայինք տենց փաթաթեինք։ Չէ, հիշում որ ռեստորանում Օ, Էմիրիտանսկի, հայտինեն։ այնի վրացականն է։ Այ դրանից սարքեն։ Շատ լավն է վրացական խաչապուրին։ Ընդհանրապես իմ ամենասիրած խոհանոցը վրացական խոհանոցն է։ Գիտեիր։ Հա։ Բայց ինչ ճաշ կա որ կարամ գուտենք։ Սա սիվի կարանք սարքենք վրացական։ Այդ ինչ է։ Համով բանա հավով։ Չէ, դին որ մեջի լիքը սոխ կա։ Հա, հավ։ Հա սոխու հավ։ Էլի հարիսային նման է։ Մաման նույն անգամ սարքել էր, դա հավու սոխ էր, չգիտեմ ինչ է։ Սա սիվի մեջ կարծեմ սոխ չկա։ Համեմունքներ է վրացական։ Տոմատով սոխ։ Ինքը սենց ոնց որ հարիսա լինի, բայց հարիսա չի։ Լիքը հավի կտորներ է, մեր Ռոզիկ տոտանա շատ համեղ սարքում։ Ռոզիկ տոտան ստե։ Կանադա, հիմա Կանադա։ Շատ համով խաչապուրի է։ Սիրելի հայրենակիցներ, այսօր այսքանը ձեզ հետ էին Անի Թովմասյանը եւ իհարկե Հրանտո Գարդյանը։ Ազգանունս մի ասա։ Խի։ Չեմ սիրում։